Տիգրան 47 տարեկան, ֆինանսական։ Տիգրան 47 տարեկան, ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Տիգրան։ Կա խնդիրներ ձեր ֆինանսական ոլորտում, բայց մի վախեցեք, մի հիասթափվեք, լինելու է եւ հաղթանակներ, լինելու է եւ հաջողություն, դուք այդ ֆինանսական խնդիրներից եւ բարդություններից հաղթանակով դուրս եք գալիս։ Արփինե 25 տարեկան, տղա երեխա կունենաք, թե ոչ։ Արփինե 25 տարեկան, տղա երեխա կունենաք, թե ոչ։ Սիրելի Արփինե, ձեր վրա կա նեգատիվ, որը փակում է տղա երեխա ունենալու հնարավորությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրմաքուր դուրս եկեք այս նեգատիվից, դուք դեռ երիտասարդ եք եւ հնարավորություն կունենաք նաեւ տղա երեխա ունենալու։ Տղա երեխան դա սերունդի ճանապարհ է, շարունակություն է։ Տղա աղջիկը համարվում է ուրիշ սերունդ շարունակող։ Փակված է տղա երեխա ունենալու իրավիճակը։ Դիմեք էքստրասենսի, մաքրմաքուր կատարեք եւ հնարավորություն կունենաք տղա երեխա ունենալ։ Մարիամ 34 տարեկան, ֆինանսական։ Մարիամ 34 տարեկան, ֆինանսական։ Մարիամ 34 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիամի համար։ Սիրելի Մարիամ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Հաջողություն է ցույց տալիս, հաղթանակներ է ցույց տալիս ձեր ֆինանսական ոլորտի հետ կապված։ Շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Ես ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Լուսինե Արտյոմ, տեսնենք ինչն է ձեր վիճաբանության պատճառը։ Լուսինե Արտյոմ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի Լուսինե, սիրելի Արտյոմ, հնարավոր է ձեր երկուսի վրա կա նեգատիվ, որի պատճառով այդ վիճաբանություններն ու այդ կռիվները կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Լուսինե, մաքրվեք եւ դուք, մաքրվեք եւ Արտյոմին եւ այդ վիճաբանություններն ու պրոբլեմները ձեր միջից կվերանան։ Իսկ եթե չմաքրվեք, սիրելի Լուսինե, ընդհակառակը հնարավոր է լինի լրիվ բաժանություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Карине 46 лет. Финансы. Посмотрим, что говорит Всевышний. Карине 46 лет. Финансы. Дорогая Карине, на вас есть родовое проклятие, которое закрывает ваши финансы. Обращайтесь к экстрасенсу, делайте чистку, избавьтесь от этого негатива, и у вас в финансовой сфере все будет отлично. Этот негатив не только закрывает ваши финансы, этот негатив закрывает и удачу в вашей личной жизни. Обязательно обращайтесь к экстрасенсу, делайте чистку, избавьтесь от этого негатива, и у вас финансы будут, много будет финансов. Լիլիթ 45 տարեկան,
Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 45 տարեկան, անձնական, գործնական։ Լիլիթ 45 տարեկան։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա մագիա կա, ձեր վրա կախարդանք կա, ձեր եւ անձնականն է փակված եւ կորստականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լիլիթ, նոր կլինի հաջողություն եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Ամեն ինչ փակված է, ինչ ինձ եք տալիս քանդվում է, ինչ ինձ եք տալիս փլուզվում է։ Սիրելի Արմեն, Անահիտ, գրեք ձեր տարիքը, Արմենը տարիք, Անահիտը տարիք, որպեսզի կարողանալ ավելի ճիշտ եւ կոնկրետ ձեր հարցերին պատասխանել։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Արմեն, Անահիտ, կմիանաք թե ոչ։ Արմեն, Անահիտ, սիրելի Արմեն, սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուգիր, որը բերելու է բաժանության։ Քանի կա այս գիրը, քանի կա այս մագիան, միություն չեմ տեսնում, որպեսզի լինի միություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դրեք նաև պաշտպանություն, որպեսզի լինի միություն։ Ես ձեզանից եմ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ։ Գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր անունը եւ ձեր հարցը։ Ինգա 29 տարեկան ընդհանուր։ Ինգա 29 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ինգայի համար։ Ինգա 29 տարեկան։ Սիրելի Ինգա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Գոհար 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Գոհարի համար։ Գոհար 34 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Գոհար, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, ինչ երազանք նպատակ ունեք, գնացեք երազանքի նպատակի հետևից, այդ դեպքում եւ հաջողություն կլինի եւ երջանկություն կլինի։ Մի վախեցեք, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Հայկ 42 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հայկի համար։ Հայկ 42 տարեկան։ Սիրելի Հայկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կապ։ Ձեր կյանքի բոլոր ոլորտները փակում է այս նեգատիվը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Հայկ, եւ կլինի երջանկություն, եւ կլինի ֆինանսական հաջողություն։ Ձեր վրա կապ է դրած, ինչ չեք կարողանում նույնիսկ առաջ գնալ։ Մի քայլ առաջ եք գնում 10 քայլ հետ, սիրելի Հայկ։ Քերոբ 36 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Քերոբի համար։ Քերոբ 36 տարեկան անձնական։
կա խնդիրներ սիրելի քերով եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում կա խնդիրներ, կա դժվարություններ, ոնց որ ոչ մեկը դե երկուս տարում, գիտեք ինչ սիրելի քերով, ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ, բայց մի քվախեցեք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Սկզբից ֆինանսական ոլորտում է լինելու է հաջողություն, հետագայում նաեւ ձեր անձնական ոլորտում։ Հաջողություն է ցույց տալիս ուղղակի շատ քիչ ժամանակ։ Մանուշակ 33 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Մանուշակի համար։ Մանուշակ 33 տարեկան։ Սիրելի Մանուշակ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, հատկապես սկզբից ֆինանսական ոլորտում։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Մանուշակ, դուք այդ խնդրից, պրոբլեմից Աստծո կամքով, հաղթանակով դուրս եք գալիս։ Էդգար 36 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Էդգարի համար։ Էդգար 36 տարեկան, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Էդգար։ Սիրելի Էդգար, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր էներգետիկան փակված է, որի պատճառով ոչ հաջողություն կլինի անձնական ոլորտում, ոչ էլ գործնական ոլորտում, նույնիսկ հնարավոր է առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն։ Սիրելի Էդգար, ամեն ինչ փակված է։ Ձեր վրա կախարդանք ու մագիա կա։ Հովանես 35 տարեկան, ամուսնություն, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հովանեսի համար։ Հովանես 35 տարեկան, ամուսնություն։ Կա խնդիրներ, սիրելի Հովանես, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում մոտակա ժամանակներում ամուսնություն կլինի եւ երջանիկ ամուսնություն կլինի։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար։ Դավիթ 22 տարեկան, կրթություն, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 22 տարեկան, կրթություն։ Սիրելի Դավիթ, դուք կրթություններ կստանաք, ձեր ցանկացած մասնագիտությամբ էլ կաշխատեք, ձեր ցանկացած մասնագիտության ոլորտով էլ հաջողություններ կունենաք։ Հաջողություններ է ցույց տալիս։ Շնորհակալ եմ, Լուսինե 48 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 48 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Լուսինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ կյանքի եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում։ Սիրելի Լուսինե, ձեր դեմ ասում է հաջողության ժամանակահատված։ Նարինե 40 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Սիրելի Նարինե, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը բերել է նման առողջական խնդրի առաջ է կանգնեցրել, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապակինում, ոչ միայն պետք է կատարեք բժիշկների ցուցումը, նաև դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բիոէներգետիկ դաշտի վրա մաքրում կատարեք, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, նաև կլինի լավացում, նաև կլինի ապակինում։ Ձեր առողջական խնդիրը հիմնականում այս թուղթուղիրի պատճառն է։ Այս թուղթուղիրն է բերել նման առողջական խնդրի առաջ կանգնեցրել։
Արմինե 45 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 45 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Արմինե։ Սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակել է ձեր անձնական երջանկության առջև։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Փակված է ձեր անձնական երջանկությունը։ Գրիգ 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գրիգի համար։ Գրիգ 20 տարեկան։ Սիրելի Գրիգ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, լինելու է հաղթանակներ, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք սիրելի Գրիգ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Անահիտ 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 19 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Անահիտ։ Կա խնդիրներ։ Գիտեք ինչ սիրելի Անահիտ, ձեր տոմի վրա կա թուղթուգիր, ձեր տոմի վրա կա մագիա, որը փակում է մեր սիրելի Անահիտի անձնական ոլորտը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից սիրելի Անահիտ եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Այդ մագիան, այդ կախարդանքը ձեր եւ անձնականն է փակում եւ ձեր գործնականն է փակում։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Անի 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 19 տարեկան անձնական։ Սիրելի Անի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունես, ձեր երազանքները, նպատակները կատարվելու է եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ռուզաննա 41 տարեկան անձնական։ Ռուզաննա 41 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար։ Կա խնդիրներ սիրելի Ռուզաննա։ Բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ են, նպատակներ, որ ունեք սիրելի Ռուզաննա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ռիմա 68 տարեկան առողջական։ Ռիմա 68 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռիմայի համար։ Լինելու է աբաքինում, կատարեք 100% բժիշկների ցուցումը, մի քվախեցեք, դուք կլավանաք, դուք կաբաքինվեք։ Անդո 30 տարեկան անձնական։ Անդո 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անդոյի համար։
Սիրելի անդո ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական, նոր կլինի ֆինանսական, նոր կլինի հաջողություն։ Հարութ գալու է Հայաստան թե ոչ։ Հարութ կգա Հայաստան թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Հարութ ինչ որ վախեր կա Հարութի մոտ, դժվարություններ կա, վախեր կա։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ չէ, Հարութը չի գա, ցույց է տալիս, որ կարող է եւ ցանկություններ ունենա կա, բայց խնդիրներ կառաջանան, խնդիրներ կառաջանան, որովհետեւ Հարութի վրա կա թուղթուգիր կատարված, որը չի թողնում, որ ինքը գնա այն ճանապարհով, այն ուղիով, որ նոր իրան ավելի երջանիկ կդարձնի, ավելի բախտավոր կդարձնի։ Հարութին մաքրեք այս նեգատիվից, դրանից հետո Հարութի դեմ կբացվի հնարավորությունները, կբացվի ճանապարհները։ Հարութի վրա թուղթուգիր կար, որպեսզի այդ ձևի կանգնածել մնա, չշարժվի։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Անի 23 տարեկան, ես չեմ անում թուղթուգիր, ես մաքրում եմ թուղթուգիր, ես չեմ անում, ես մաքրում եմ, ես պաշտպանություն եմ տնում։ Անի 23 տարեկան անձնական, Անի 23 տարեկան անձնական, Սիրելի Անի, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանքել նպատակ որ ունեք, սիրելի Անի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հերմինե 37 տարեկան ֆինանսական, Հերմինե 37 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Սիրելի Հերմինե, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրես պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Միհրան 21 տարեկան աշխատանք կգտնեք ձեր մասնագիտությամբ թե ոչ։ Միհրան 21 տարեկան աշխատանք կգտնեք ձեր մասնագիտությամբ թե ոչ։ Այո, սիրելի Միհրան, դուք աշխատանք կգտնեք ձեր մասնագիտությամբ եւ լավ էլ առաջ կգնաք, լավ էլ ձեր մասնագիտական ոլորտի մեջ հաջողություններ կունենաք։ Սևակ Մարիեթա, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սևակ Մարիեթա, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Սևակ, սիրելի Մարիեթա, երջանկություն է ցույց տալիս, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Սևակ, սիրելի Մարիեթա, դուք այդ խնդրից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, սեր, միություն, երջանկություն է ցույց տալիս։ Շնորհակալ եմ նվերների համար։ Վիոլետա 34 տարեկան անձնական, Վիոլետա 34 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վիոլետայի համար։ Սիրելի Վիոլետա, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, խնդիրը պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է երջանկության ժամանակահատված, հաջողություն եւ անձնական ոլորտում է լինելու եւ ֆինանսական ոլորտում։
Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, գրանցրեք իմ ալիքներիս, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Քերոբ անի, կամուսնանաք, թե ոչ, քերոբ անի, ամուսնություն կլինի, թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կախնդիրներ սիրելի քերոբ, սիրելի անի, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա մագիա կա, որը չի թողնելու որ լինի ամուսնություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվից մաքրվեք, նոր դրանից հետո հնարավոր է որ լինի ամուսնություն, քանի կա այս նեգատիվը չեմ տեսնում, քանդվի չի լինի ամուսնություն։ Կարեն 34 տարեկան ֆինանսական, Կարեն 34 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար, կա խնդիրներ սիրելի Կարեն, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, հետագայում էլ նաև անձնական ոլորտում կլինի հաջողություն սիրելի Կարեն, շնորհակալ եմ նվերների համար։ Անժելա 32 տարեկան, ինչ է սպասվում։ Անժելա 32 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Կա խնդիրներ սիրելի Անժելա, սիրելի Անժելա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական։ Դուք հիմա ծաղրաձոյի կարգավիճակով եք, անկան անձնական խնդիրներ ու պրոբլեմներ կա, որ դուք չեք կարողանում այդ իրավիճակից դուրս գալ։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական երջանկություն։ Շուշան 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Շուշանի համար։ Շուշան 20 տարեկան, սիրելի Շուշան, ձեր վրա կա տոհմական անեզք, ձեր կյանքի բոլոր ոլորտները կկանգնեն խնդրի առաջ, ճիշտ է դուք դեռ երիտասարդ եք, կարող է ինչ-որ ձևով ձեր ներքին էներգետիկան կարողանաք օգտագործել, որոշակի քայլ անել, բայց անտեղի ժամանակ կկորցնեք և կկանգնեք նորից նույն փակուղու առաջ։ Սիրելի Շուշան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ամեն ինչ փակված էր սիրելի Շուշան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների համար, շնորհակալ եմ ձեր լայքերի համար։ Անի 35 տարեկան ֆինանսական, Անի 35 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար, կա խնդիրներ սիրելի Անի, և ֆինանսական ոլորտում սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր ֆինանսականն է փակված և անձնականն է քնած, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի և անձնական, նոր կլինի և ֆինանսական, ամեն ինչ փակված էր։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։
Գրանցվեք իմ ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Սմբատ 20 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սմբատի համար։ Սմբատ 20 տարեկան, սիրելի Սմբատ, լինելու է ամուսնություն, լինելու է երջանկություն, դուք ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Սմբատ, ձեր երազանքը, ձեր նպատակը կատարվելու է։ Շնորհակալ եմ։ Իզաբելա 45 տարեկան, ֆինանսական։ Իզաբելա 45 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իզաբելայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Իզաբելա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, խնդիրներից եք դուք հաղթանակով դուրս եք գալիս, պրոբլեմներից ձերբազատվում եք, հաջողություններ ցույց տալիս։ Սիրելի Իզաբելա, ձեր ֆինանսական ոլորտում շնորհակալ եմ։ Հովհաննես 35 տարեկան անձնական։ Հովհաննես 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հովհաննեսի համար։ Սիրելի Հովհաննես, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Հովհաննես, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Երջանկություն է ցույց տալիս Իդա 49 տարեկան։ Իդա 49 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իդայի համար։ Սիրելի Իդա, ձեր վրա կա թուղթ ու գիր, ձեր վրա կա թուղթ ու գիր, եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, կա նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն, լավ կլինի երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Աննա 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Աննա, կա խնդիրներ, կա դժվարություններ եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում, սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթ ու գիր, ձեր վրա կա մագիա, ձեր եւ անձնականն է փակված եւ ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն, լավ կլինի երջանկություն, Արուսիկ 38 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արուսիկի համար, Արուսիկ 38 տարեկան, սիրելի Արուսիկ, կաբաքինվեք, աբաքինում է ցույց տալիս, լավացում է ցույց տալիս, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Արուսիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, դուք կարողանաք, ձեզանից աշկալուսանք եմ սպասում, Մերի 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար, Մերի 23 տարեկան անձնական, սիրելի Մերի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Մերի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են
երջանկություններ ցույց տալիս։ Մարիետա 22 տարեկան մոտակա օրերը զանգ կստանաք ձեր երեխայի հետ կապված։ Մարիետա 22 տարեկան այո սիրելի Մարիետա դուք զանգ կստանաք եւ շատ ուրախ զանգ կստանաք այո ձեր երեխաների հետ կապված։ Սակո 23 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Սակոյի հետ կապված։ Սակո 23 տարեկան անձնական կա խնդիրներ սիրելի Սակո, կա խնդիրներ, կա դժվարություններ։ Գիտեք ինչ սիրելի Սակո, ձեր վրա կա տոհմական անեզք եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում խնդիրներ է, պրոբլեմներ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունները կհայտնեք։ Դավո 33 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Դավոյի համար։ Դավո 33 տարեկան անձնական կա խնդիրներ սիրելի Դավո, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական։ Արգինե 49 տարեկան անձնական, Արգինե 49 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Արգինեի համար։ Արգինե 49 տարեկան անձնական կա խնդիրներ սիրելի Արգինե, ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական, նոր կլինի գործնական։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայություն, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Քրիստինե 51 տարեկան անձնական, Քրիստինե 51 տարեկան անձնական, սիրելի Քրիստինե, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, որպեսզի լինի անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է որ լինի անձնական, ձեր վրա թուղթուգիր կար։ Կարող եք նաև ինձ դիմել, կարող եք սիրելիներս,
Ես այսօր ավարտում եմ իմ ուղիղ եթերը, ում հարցերին չկարողացա պատասխանել, իմացեք, որ վաղը նորից ուղիղ եթեր եմ մտնում, ում հարցերին չկարողացա պատասխանել, կշարունակեմ վաղը։ Սոֆիա 45 տարեկան աշխատանքդ կշարունակեք, թե դուրս կգաք աշխատանքից։ Սոֆիա, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սոֆիայի համար։ Չէ, դու ձեր աշխատանքը կշարունակեք։ Լավ է լինելու ձեր աշխատանքի ոլորտում, սիրելի Սոֆիա։ Լավ կլինի, որ ամեն մարդ ինքը իր էջից ուղարկի։ Կնոջը էջից տղամարդ է գրում, տղամարդու էջից կին է գրում։ Լավ կլինի, որ ամեն մարդ իր էջից ուղարկի իր հարցերը, որպեսզի ես կարողանամ ավելի ճիշտ եւ ավելի կոնկրետ պատասխանել։ Ավարտում եմ այսօր իմ ուղիղ եթերը։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Եթե դուք ունեք բարեկամներ, ընկերներ, ծանոթներ, հարևաններ, ում որ պետք է էքստրասենսի, բայծարատեսի ծառայությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, թող իրենք էլ գրանցվեն իմ ալիքներին, իրենք էլ մասնակցեն իմ ուղիղ եթերներին, իրենք էլ իրենց հարցերը տան։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, տեսություն։